Շարունակում ենք ուրիշ նորությունները հյուրի հետ, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն է, մեզ մթուր ընկալվում, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք արդեն բարբերաբար հանդիպում ենք եւ լավ է, որ դրա համար առիթներ են լինում նախ այս անգամ խոսելու ենք World Travel Awards համաշխարհային այսպես մեծ համբավ եւ ճանաչվածություն ունեցող մրցանակաբաշխության շրջանակներում Հայաստանը արժանացել է մրցանակի Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար կենտրոն անվանակարգում եւ դա շատ լավ է մեզ համար, իսկ որքանով է լավ, եկեք խոսենք։ Բարև ձեզ նորից։ Նորից բարև ձեզ եւ այս լավ լուրով բարև ձեզ, չնայած ինչպես նշեցիք հենց նոր չիմացանք դրա մասին, բայց դա իրոք շատ լավ է եւ առիթից օգտվելով ուզում եմ այդ բարձր գնահատականի համար գնահատողներին բարձր, բայց միևնույն ժամանակ օբյեկտիվ գնահատականի համար կուզեի այդ բոլոր գնահատողներին շնորհակալություն հայտնել։ Այո, Հայաստանը իրոք շատ հարուստ, պարզապես բառեր չեն, այսպես որ միշտ ասվի եւ այլն, դա իրոք այդպես է, որ Հայաստանը շատ հարուստ ժառանգություն ունի մշակութային, պատմամշակութային շատ հարուստ ժառանգություն եւ լավ է, որ դա գնահատվում է եւ երևում է, իսկ այդ գնահատականը մեծ ազդեցություն է ունենում երկրի իմիջի վրա եւ որպես զբոսաշրջային երկիր դա դրական ազդեցություն ունում թե մեր մրցունակության վրա որպես զբոսաշրջային երկիր եւ ոչ միայն ընդհանրապես դա Հայաստանի եւ հայ ժողովրդի միջազգային հեղինակության վրա նույնպես շատ կարեւոր դրական ազդեցություն է ունենում։ Ի վերջո զբոսաշրջության նշանակությունն էլ է դա վերջո զբոսաշրջության դերը նշանակությունն էլ ոչ միայն տնտեսական է, այլ նաև սոցիալական, մշակութային, նույնիսկ քաղաքական, ինքն զբոսաշրջության միջոցով է այդ ճիշտ քաղաքականության եւ զբոսաշրջությունը իր այդ ամբողջ հմայքով, ուժով ու հզորությամբ ճիշտ ներկայացնելով է, որ մենք պետք է կարողանանք եւ տնտեսական էֆեկտ տեսական օգուտ ստանալ եւ սոցիալական, մշակութային, ինքն դա նպաստում է նաեւ մեր մշակութային արժեքների պահպանմանը, զարգացմանը, խթանմանը, հանրահռչակմանը եւ դրանով իսկ արդեն քաղաքական նպատակներ ու խնդիրները լուծում, այսինքն դրական ազդեցություն է ունենում նաեւ Հայաստանի հայ ժողովրդի միջազգային հեղինակության վրա։ Եվ ոստեյության տեսնում ենք այդպիսի արդյունք, որը հրաշալի է։ Իսկ ասես ինչով զգալիորեն տարբերվում էր Հայաստանը իր մրցակիցներից եւ որ գործոնը ապահովեց Հայաստանի հաղթանակը։ Ճիշտ ասած, հենց դրա համար սկզբից շնորհակալություն հայտնեցի, այդ գնահատողները գիտեն, որ գնահատել են։ Դա քվեարկություն է։ Արվում եւ քվեարկություն։ Հա, ինչ եղանակով է արվում, պարոն Ապրեսյան, այսինքն ուզում հասկանամ մարդկանց հրավիրել ենք, կերել խմել են, շրջել են Հայաստանով, լավ տպավորություններով։ Այդպես նաեւ առցանց մտնում են, քվեարկում են, դնվում այդ նոմինացիան։ Եվ քվեարկություն է արվում։ Այստեղ տուրիստական գործակալությունների շրջանակում է։ Ոչ միայն ամբողջ այդպես լայն քննարկում է, կա դրա մեխանիզմը, թե ինչով, չգիտեմ, երբ որ նայում ենք, տեսնում ենք, թե ինչ երկրներ են նոմինացված։ Իսկ ովքեր էին մեր մրցակիցները։ Եվրոպական երկրներ, հարևան երկրներ, դա Եվրոպայում չէ։ Եվ Եվրոպայում ինչքան հայտնի ճանաչված իրենց մշակութային ժառանգությամբ եւ հարգարժան այսպես երկրներ կան, չէ՞, եւ Հայաստանը դրանց մեծ առաջատարն է, դա գիտեք, հանուն արդարության պիտի այն ամենի պիտի քննարկենք այդ թեման։ Գիտեք, մի քանի օր առաջ սյուժե եմ նայում հեռուստատեսությամբ պատրաստած սյուժե, ինչ որ գինու շուրջ զրույցը, որ տարի ավելանում են զբոսաշրջիկների թիվը, որոնք գալիս են Հայաստան, գինու հայրենիք, որպեսզի վայելեն
հայկական գինիները։ Դե 6000 տարեկան, որքան գիտեմ գտածուներ, չէ, առենյուն 6100 տարեկան է, քանի տարի առաջվա գնահատականն էր հնագետների եւ ոչ հայ միայն։ Հիմա տեսեք, զուգահեռ դրան Իրանն էլ է հավակնում, որովհետեւ այնտեղ են շատ հին բաներ գտել, մոտ 7000 տարվա պատմություն ունեցող, եւ Վրաստանը, որտեղ հստակ 8000 տարվա գտածոներ կան, այսինքն մնացորդներ կուժեր, որի վրա պատկերված են, չգիտեմ, խաղողի, ասենք չտի, ասենք, պատկերներ, ինչ որ պարող մարդիկ, որ ենթադրում է, որ գինի ինչ որ ծեսերում էլ է օգտագործվել եւ այլն։ Այդ խառնաշփոթները կամ օրինակ, որ ասում են Երևանը Հռոմից 5 քաղաք է, օրինակ, այս բնդումների պարագայում հասկանում եմ, որ դե հիմա կարելի է ասել, հիմա դրանից ոչ ոք ոչ մի բան ասենք չի կորցնում, ոչ ոք չի տուժում, բայց որքանով այդ ճշգրտությունը կարևոր ձեր կարծիքով, այս զբոսաշրջային ոլորտում, որովհետև տեսեք, մենք մի կողմից կարանք հա գլուխ գովանք, ասենք մենք սա ենք, մենք մեծ ենք, մենք հսկաներ ենք, մենք հնագույնն ենք, մենք առաջին քրիստոնեություն ընդունած ժողովուրդ ենք, բայց պետք է փաստերը երևի ճիշտ պահպանվի բոլոր դեպքերում։ Ես այդպես եմ կարծում, բայց ձեր կարծիքը այս դեպքում կարծում կարևորագույն է։ Եվ ոչ միայն կարծիք, ես դա դեռ շատ տարիներ առաջվանից այդ կարծիքը եւ արտահայտել եմ եւ այդ ուղղությամբ աշխատանքներ էլ տանում ենք եւ ֆեդերացիայի ռազմավարությունը, երբ անցած տարի հնգամյա այս 24-29 թվականների ռազմավարությունը մշակում էինք եւ հաստատեցինք 2024-ի հոկտեմբերին Ջերմուկ քաղաքում, Ժայլոց բոլոր շահագրգիռ կողմերին եւ պետական եւ մասնավոր դա ներկայացրեցինք հաստատելուց առաջ, մի այդպիսի միջոցառում ենք նախատեսել, որ արդեն կսկսենք դրա իրականացումը, որ ստեղծենք պատասխան հանձնաժողով եւ աշխատանքային խմբեր, որպեսզի մենք շատ ենք խոսում, հա, Հայաստանը պետք է լավ ներկայացնենք, գովազդենք եւ այլն, բայց այդ կոնտենտը պետք է ձևավորենք Հայաստանի մասին եւ բոլոր բաղկացուցիչ մասերով եւ մշակութային, հա, աշխարհագրություն, պատմություն, բնություն, ազգագրություն, խոհանոց, այդ բոլոր առումներով։ Եվ այստեղ նաեւ քննարկվեն այդ ձեր ասած հարցերը։ Նաև ցցուն հարցերը, որ կան տարբեր կարծիքներ այս կամ այն կամ պատմական փաստի կամ ինչ-որ լեգենդի երևույթի, որով որ Հայաստանը ներկայացվում է։ Այո, շատ կարևոր է, որ մենք ունենանք գիտական հիմնավորումը այն ամենի, ինչով մենք ներկայանում ենք, բայց մյուս կողմից հակառակ ծայրահեղության մեջ էլ չպետք է ընկնենք եւ քաշվենք, ամաչենք, խորշենք ներկայացնելու այն ինչ ունենք։ Եվ իմ կարծիքն է, որ եթե մենք ունենք մի փոքր հիմնավորում, շատ այսպես ասած փոքր նույնիսկ զացեպ կա, մենք պետք է կողմնակիցը լինենք այլ լավագույնս ներկայանալու, ոչ թե որտեվ մյուսները նույնիսկ չունենալով այդ հիմքը լեգենդներ են հնարում, պատմություն են վերաշարադրում կամ հյուսում ստեղծում չեղած տեղից, իսկ դու եղած տեղից չես ուզում ասես, որ Երևան Էրեբունի Երևանը Հռոմից հին է, դա պատմական փաստ է, չէ, դա չէ, որ Նոյը Հայաստանը ինչ է արել դրան վրա եկել եւ այդ խաղողի վազը տնկել եւ հա, չէ, այսինքն այդպիսի բաներ կան, չէ, եւ աշխարհը դրա մասին գիտի, ինչի համար չասենք։ Հնձանը գինու հայտնաբերված փաստ է, չէ, այսինքն ոչ թե պարզապես մի խաղողի կորիզ է, որ նույնպես կարևոր բան է, ոչ թե խաղողի կորիզ է կամ որևէ այլ հենց գինու հնձան է, երևում է ուրիշ տեղ աշխարհում նման
գինու հնձան չգիտեմ, գինու ճիշտ գործը ասած, հայտնաբերվել է Ես այդ չեմ տարիքի կարող ասել, բայց- չէ չի հայտնաբերվել Ընդհանրում է, հա, որ 6000-ը շատ է, 6100 դա շատ վաղուց էր, բայց վստահ եմ, որ գինին այն եւ ամենից չուզենալով չնվստեմացնելով մեր հարևանների բարեկամների նաեւ ժառանգությունը այնտեղ էլ կա, այնտեղ էլ թող նրա մասին էլ խոսվի, ասվի։ Օրինակ ես մի բան, եթե կարելի է հիշեմ պատմեմ։ 2016 թվականին մեզ մոտ էլ Վրաստանում էլ շատ գեղեցիկ կարևոր միջոցառումներ եղան համաշխարհային туриզմի ոլորտում, հա։ Սեպտեմբերին եղավ հենց Վրաստանում առաջին գինու համաշխարհային մի համաժողով էր։ Հենց էր կոչվում UNWTO Մաքս Բոսաշրջության համաշխարհային կազմահայ First Wine Tourism Conference։ Առաջինն էր։ Եվ մեր հարգարժան գործընկերները Վրաստանի Ենթադրվում ուրախ է ներկայացնում են աշխարհի տարբեր երկրներից туриզմի համաշխարհային կազմակերպության անդամ երկրներ, շատ հյուրեր, մենք էլ ենք հրավիրված այնտեղ ենք եւ գեղեցիկ սահիկաշարով, հա, պրեզենտացիա տենց, արած ներկայացնում էին գեղեցիկ, հա, նկարներով, մանով պրեզենտացիայով եւ այդ գտածոներից խաղողի կորիզներ եւ այլ ներկայացնելով 8000 տարվա պատմություն։ Դե բոլորն էլ ես էլ ծափահարում ենք, ասում ենք, հա, այո, կեցեք եւ այլն։ Туриզմի համաշխարհային կազմակերպության գործընկերներից արդեն հոկտեմբերին դրանից անմիջապես հետո Հայաստանում նույն բանները արդեն UNWTO affiliate members meeting туриզմի համաշխարհային կազմակերպության աֆիլիացված անդամների համաժողովն էր, որը Հայաստանում էր լինելու։ Եվ ինձ հետ եկել էին նաև Հայաստան, որտեղ այդ միջոցառումից առաջ նախապես գալիս են, մի հատ նորից նայում ենք, տեսնում ենք վայրերը ինչպես են ընտրել, միջոցառման իրականացման դահլիճ, մնացած բաներ։ Իրան նաև իհարկե ավանդաբար նաև շրջեցինք, ցույց տվեցինք, մի քիչ էլ տենց տարբեր գրավչության վայրեր եւ նաեւ գինու հնձաններ տեսել Վայոց ձորում մեր այդ գինու հնձանը եւ տենց նստել ենք ճաշում ենք միասին ինձ տենց հարց կարելի է մի հարց տամ ոսի խնդրեմ այն բանի նման են վրացու Ֆրունզիկի Միմինոյի որ ասում է яцի Universal только ты не обижайся, ինքը մի քիչ այդ բանով մի հարց տամ հոչեկն եղանա, կարելի է, ասի խնդրեմ, ասած դե Վրաստանում էինք միասին, այնտեղ տենց պրեզենտացիա արվեց, գեղեցիկ նկարներով ցույց տվեցին, ինչ բաներ ունեն, գտածոներ եւ ասացին, որ 8000 տարվա պատմություն ունենք։ Հայաստանում ես արդեն տեսա աչքովս բնական ոչ թե նկարներով, այլ կենթանի գինու հնձան տեսա 6000 տարվա հասկանալի որնա ճշգրտությունը ասեցի երկուսն էլ տեսել եք էլի կտեսնեք բոլորն էլ հարգանքի արժանի են, բոլորի ասածն էլ դուք էլ ձեր գնահատականը տվեք, ձեր ընտրությունը կատարեք, որ դա ճիշտ է։ Չէ՞, այսինքն մենք եթե ունենք, մերը պետք է կարողանանք գեղեցիկ ներկայացնենք։ Այն ներկայացնելուց խոսեցեք, գիտեք, օրինակ Euronews հեռուստաալիքով լրատվական ժամանակ առ ժամանակ գովազդներ են պատտվում մնաք Ադրբեջանի, որպես զբոսաշրջային գրավիչ երկիր, զբոսաշրջիկների համար Կարակի երկիր, այդ անվանման տակ գեղեցիկ նկարահանածալով ակնույն Ղազախստանը եւ ոչ մի անգամ Հայաստանի մասին նման ֆիլմ չեմ տեսել, դա մեծ ծախսեր է կապված, պարոն Ապրեսյան, որպեսզի օրինակ չգիտեմ, այդպիսի դիտողականություն ունեցող։ Բայց մենք ունենք մի գեղեցիկ վավերագրական ֆիլմ Հայաստանի մասին։ Վավերագրական ֆիլմը հոյակապ է, բայց այդ կարճ թեթև ընկալվող
հոլովակները միջը մեկ րոպե որոնք իմիջիալոց ունենք, կան այդպիսի հոլովակներ, որոնք CNN-ով են ցուցադրում, Al Jazeera-ով եւ այլն չի եղել դրանք, բայց ունենք լավ հոլովակներ, որ տարբեր հարթակներով ցուցադրվում է, Ոսաշեն կոմիտեն նման հոլովակներ պատրաստել է եւ նաեւ մասնավորն էլ ունի գեղեցիկ պատրաստած հոլովակներ, մենք էլ մեր գործընկեր կազմակերպություններն էլ տարբեր, օրինակ փառատոնները, որ կազմակերպվում են, օրինակ գինու Երևանյան գինու օրերը, գինու փառատոնը Արենիում, դրանք օրինակներ, հա, գեղեցիկ այդպես հոլովակներ, դրանք էլ են լուսաբանվում կոմիտեի արած շատ մի քանի դրվագներով գեղեցիկ կարճ այսպիսի հոլովակներ կան, որ տարբեր հարթակներով ցուցադրվում են։ Ժամանակին մենք CNN-ով Euronews-ով ունեինք, անում էինք, հենց CNN Euronews-ով այդպիսի կամպանիա կար գովազդային եւ շատ արդյունավետ արվեց։ Դրանից հետո 52 րոպեանոց վավերագրական ֆիլմ իսպանական այդ մասնագիտացված կազմակերպության միջոցով արվել էր Հայաստան Նոյի երկիր, Armenia the land of Noah, շատ գեղեցիկ բաներ, մինչ այսօր էլ YouTube-ում կարելի է գտնել, այդ Planet Dog բանում կա դրա օրիգինալը, շատ մեծ դիտում ունեցավ այն ժամանակ, եւ տելևիզիոն Էսպանյոլայով եւ եվրոպական շատ երկրների ալիքներով YouTube-ով մեծ տարածում ունեցավ այդ ֆիլմը։ Նման բաներ ունեցել ենք եւ ունենք հիմա էլ անում են, բայց իհարկե դա քիչ է, այո։ Ավելի շատ պետք է մենք մի բան պետք է գիտակցենք, որ զբոսաշրջության ոլորտում նման ծախսերը ծախս չեն, պարզապես դրանք ներդրումներ են, դրանք պետք է անել եւ այստեղ տնտեսելու խնդիր չկա, դրանք բազմապատիկ ձևով վերադառնում են։ Այս խնդիրը ուզում եմ առիթից օգտվել, նորից բարձրաձայնել, խնդրանքը հորդորը մեր պատկան մարմիններին, ֆինանսների նախարարություն, կառավարություն, ես գիտեմ, որ զբոսաշրջության կոմիտեն շատ ուզում է, մենք էլ ենք շատ ուզում ենք, որ ոլորտին աջակցեն եւ շատ ավելի գումարներ տրամադրեն երկրի գովազդի համար։ Մյուս երկրները բազմապատիկ անգամ շատ ունեն։ Մենք մերը քիչ է դեռ։ Պարոն Ապրեսյան, օրեր առաջ մենք հյուրընկալել էինք Նազիկ Ավդալյանին, շատ հետաքրքիր մի միտք ասաց, որ հաղթանակ տարած մարզիկներին ավելի շատ է հոգեբան պետք, քան պարտություն։ Եվ հաղթանակից հետո մարդը թուլանում է եւ իր խոսքերով, որ շատ դժվար է կրկին վերադառնալ մարզումների։ Ցանկացած ոլորտում հաղթանակ տարած մարդը կարծես փոքր թուլանում է, արդեն կարծես աճելու տեղ չունի։ Այս հաղթանակը բնականաբար շատ է ուրախացնում մեզ։ Որոնք են հաջորդ քայլերը։ Ինչ ունենք մենք զբոսաշրջային հոսքերը ավելացնելու ուղղությամբ, ինչ անելիքներ ունենք, որքանով պատրաստ են ենթակառուցվածքները, այսինքն այս փուլում մենք փաստում ենք, արձանագրում ենք այս ուրախությունը եւ որն է հաջորդ քայլը։ Ես ուղղակի փոքրիկ հավելում անեմ, պարոն Ապրեսյան, արդեն հոկտեմբերի վերջն է, իսկ թվում է ճիշտ ժամանակն է ամփոփել ընդհանուր, հա, զբոսաշրջային տարին, չնայած ձմեռնել ենք մենք ունեն զբոսաշրջիկներ, բայց դե հիմնականում հասկանում ենք, որ մայիսից մինչև սեպտեմբերի վերջ է հիմնական հոսքը։ Ինչպես կգնահատեք զբոսաշրջության ոլորտը 2025 թվականին համեմատության մեջ նախորդ տարիներից, ամփոփենք, հետո անցնենք։ Շատ ճիշտ բան է ասել մեր հարգարժան չեմպիոնը Նազիկ Ավդալյանը, մանավանդ որ բացի այն, որ ինքը սպորտսմենուհի է, նաև գեղեցկուհի է, եւ հատկապես որ կին չեմպիոնն է ասում, ուրեմն այստեղ էլ խորհուրդ կա ու մի բան գիտի։ Այո, մենք դրանից չպետք է թուլանանք, ընդհակառակը շատ դեպքերում էլ ասում են, չէ՞, մրցանակ ստացողը թեկուզ այսպես ելնելով բանից ընդունված կարգից շատ ժամանակ նաև ասում է, որ սա պարտավորեցնող էր, վերցնելով այդ մրցանակը, դա իրականում պարտավորեցնող է եւ դրան պետք է քայլեր հաջորդի, ոչ թե թուլանանք, այլ դա օգտագործենք
եւ առաջ գնանք։ Մեր մասնավոր հատվածը ի պատիվ իրենց շատ այս առումով արագ արձագանքում են եւ գիտակցում են դա, այնինքն սա հասկանալի է, չէ, որ լրացուցիչ խթան է նման կարգի բաները եւ սա միակը չի, միջայլոց տարբեր այս վերջերս շատ այսպես հեղինակավոր պարբերականներից նման կարծիքներ հնչում են, Հայաստանը շատ հաճախ հայտնվում է տարբեր, այս պարբերականներում ամենագրավիչ երկիր, ամենաապահով երկիր, առաջի տասնյակում, առաջի եռյակում, չգիտեմ, այսպիսի բաներ։ Սրանք իր նշանակությունը իրենց ունենում են։ Ես սա նշանակում է, որ հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ մեծանում եւ մեծանալու է։ Իսկ սա նշանակում է, որ մասնավորը պետք է մտածի եւ մտածում է, որ հասցնենք ուրեմն այդ պահանջարկը եթե լինելու է, բավարարենք։ Սա մեզ համար բիզնես լավ հնարավորություն է։ Մենք նման հարցերը նաեւ իհարկե քննարկելու ենք առաջիկայում նոյեմբերի 21-ից 23-ը միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակներում։ Մենք ունենալու ենք եւ պանելային քննարկումներ, եւ կլոր սեղան քննարկումներ։ Այս ասեցի նաեւ ըստ էության հայտարարություն եղավ, որ ֆեդերացիան իր գործընկեր եւ անդամ ընկերությունների հետ համատեղ եւ զբոսաշրջային կոմիտեի աջակցությամբ կազմակերպում է միջազգային զբոսաշրջային ցուցահանդես այս տարի նոյեմբերի 21-ից 23-ը Մերիդիան էքսպո կենտրոնում։ Սրա շրջանակներում հենց այս հարցերն էլ ենք քննարկելու։ Ինչ անել հետո։ Այո, ինչ անել հետո։ Քիչ առաջ նաև մեր խնդրանք հորդորը հնչեցրեցինք, որ պետք չի խնայել զբոսաշրջության ոլորտին։ Աշխարհում արված տարիներ առաջ արված հետազոտությամբ այսպիսի վիճակագրություն կա, որ զբոսաշրջությունը կարևորող երկրները մեկ զբոսաշրջիկի հաշվով 4-ից 6 դոլար են ծախսում երկրի մարքեթինգի համար։ Մենք այդքան չենք ծախսում, շատ քիչ ենք ծախսում համեմատած դրա։ Մեր հարևան երկրները, էլի շատ երկրներ աշխարհում, ովքեր կարևորում են զբոսաշրջությունը, բազմապատիկ անգամ շատ են ծախսում։ Այսինքն ուզում եք ասեք 12-13 միլիոն դոլար տարեկան մոտավորապես պիտի ծախսենք, այդ հաշվարկով։ 8-ից, այսինքն եթե մենք 2 միլիոն զբոսաշրջիկ ենք ունենում, 2024 թվականի տվյալը 2.2 միլիոն է, մենք գոնե այդքան պիտի ծախսենք։ Մեր տարեկան բյուջեն այսօր մոտ 2 միլիոն դոլար է։ Դա էլ շատ լավ է։ Մենք մոտ մինչև 2022 թվականը, 22-23 մեր բյուջեն 5 միլիոն դոլար էր։ 4 անգամ քառապատկվել։ 1.5 միլիարդ հասավ 2023-ին էր, ոնց որ դրամով 1.5 միլիարդ։ Հետո ցավոք վերջին այս 2 տարին նորից 800 միլիոն իջավ, դա ցավալի է իհարկե։ Փոխանակ ավելացնենք, իջեցնելը դա իրականում ցավալի է։ Բայց այդ 1.5 միլիարդ դրամի ծախսելու պայմաններում թվերը մեծ էր ավելի։ Համապատասխանաբար։ Ոչ հենց միայն այդ անմիջապես այդ տարի, բայց դա իհարկե կերևա եւ իհարկե իր էֆեկտը դրական անպայման ունենում է։ Հավատացեք իրոք, որ եթե մենք իսկ մեր շարևանները նման գումարներ ծախսում են։ Վրաստանի բյուջեն իրական թիվը դժվար է իմանալ։ Գիտենք, այս թիվը բավականին։ Իրենց այդքան էր, իրանց օրինակ, երբ որ մեր մոտ 5 միլիոն էր, միշտ այդ համեմատությունը բերում էինք, էլի։ Իրանց եթե հիշողությունս չի դավաճանում, միայն մարքեթինգի համար 8 միլիոն էր, գումարած էլի ծրագրերով տարբեր Չեքին, Ջորջիա եւ այլն այսպիսի մեծ փառատոներ, մեծ միջոցառումներ գալի կանգնում էր մոտավորապես տարեկան 20 միլիոն դոլար։ Չհաշված, որ Վրաստանի իրավասու մարմինը туриզմ իրենց կոմիտեն GNTA, Georgia National Tourism Administration, ոնց որ մեր զբոսաշրջության կոմիտեն, նրանց թվականակը աշխատակիցների 90 հոգի է մոտավորապես, մերը 20,
Ամեն դեպս, բայց այս պայմաններում էլ մենք բավականին այսպես ոտք ենք գցում, մրցունակ ենք, չնայած աշխարհագրական դիրքով էլ համեմատելի չենք, հարևան ենք, միշտ համեմատելի ենք, նույն տարածաշրջանում ենք եւ այլն, բայց շատ կոմպոնենտներով, որ եւ աշխարհագրական դիրքով, որ մենք ծովին ելք չունենք, իրենք ունեն, դա հասանելիության, տրանսպորտային հասան, որ մեր սահմանները կեսը փակ են, իրենց հակ սահմաններ չունեն, եւ այլ, այսինքն Ռուսաստանը, որ երկուսից համարել առաջին տեղում է որպես շուկա, մենք ընդհանուր սահման չունենք, իրենք ունեն, իրենք շատ ավելի մեծ բյուջե են ծախսում, քան մենք, հա։ Համենայն դեպս այդքանով հանդերձ մենք, հա, ճիշտ է, թվերով էլ բազմապատիկ ավելի շատ զբոսաշրջիկներ ունեն, բայց երբ որ բոլոր կոմպոնենտները հաշվի ես առնում, տեսնում ես, որ զգալի աշխատանքների համագործակցության շնորհիվ մենք կարողանում ենք այսպես ոտ մեկնենք, հա, բայց մեր հարևանների, գործընկերների, մրցակիցների հետ, բայց դա չպետք է ասենք հայելի, դե որ այդքանով էլ կարողանում ենք, ուրեմն եկեք տենց անենք, չէ, մենք ձգտենք առաջ, այո, մեր հաջորդ քայլերը պետք է լինի ոգևորվել բյուջեն ավելացնել, ոգևորվել ավելի լավ ծրագրեր իրականացնել, ոգևորվել ինստիտուցիոնալ բարեփոխումները ավարտին հասցնել արագ եւ արդյունավետ, իրավական դաշտը ավելի բարելավել, հարկային բարեփոխումներ իրականացնել, արդարացի ավելի արդյունավետ հարկային քաղաքականություն ունենալ, չեմ ասում արտոնություններ տվել, բան չէ։ Ունենք առաջարկ ներկայացրած, հուսով ենք, որ այդ առաջարկն ընդունվել է էկոնոմիկայի նախարարության կողմից, զբոսաշրջության կոմիտեի կողմից, ներկայացվել է կառավարություն, մեծ հույս ունենք, որ դա կընդունվի։ Նման քայլեր իրականացնենք, առաջ գնանք։ Թե ինչպիսի տարի ունեինք, այդ հարցին էլ խոստումնալից տարի ունեինք, բայց նորից, հա, այսպես այդ խոստումնալիցը պետք է արդյունքի վերածել աշխատելով, նաև որոշակիորեն այս մատնանշածս հարցերը լուծելով։ Պարոն Ապրեսյան, մենք զբոսաշրջությանը մեծ ոգևորությամբ ենք իհարկե նայում, այն առումով, որ երկիր հյուրեր են գալիս, գումար են ծախսում, բայց կան օրինակ զբոսաշրջային կենտրոններ, որոնց համար, որտեղ տեղաբնակների համար, բնակիչների քաղաքի պատուհաս է դարձել զբոսաշրջիկները հոսքորը, Բարսելոնայում ապրող քաղաքացիները բողոքում են այդ զբոսաշրջիկներից աղմուկը համատարած կներեք մեզի հոտ է, շոկ օրերին ասենք կանգնած քաղաքի կենտրոնում մի կողմից գաուձի շքնախ շինարարությունը, ճարտարապետությունը եւ այլն, մյուս կողմից այդ անհարմարությունները կեղտը եւ բազմաթիվ այլ խնդիրներ կապված զբոսաշրջիկների հետ աղմուկոտ լինելու, գիշերեր քաղաքը չի քնում եւ այլն եւ միայն Բարսելոնան չէ, էլի նման տեղեր կան։ Ինչ է կարծում, օրինակ չափազանց մեծ զբոսաշրջիկների ինչպես կարադառնա Երևանի առօրյա կյանքի վրա, պիսի պատկերացումներ հաշվարկներ ունեցել եք եւ եւս մի հարց, կա արդյոք ձեռքի տակ ձեզ մոտ կարծում այդ տվյալները դժվար չէ հանել, այսինքն մուտք ու ելքերից համեմատություն, եթե իհարկե դա բավականին բարդ է, բայց միգուցե արել եք, քանի տոկոսն է զբոսաշրջիկների կրկին գալիս Հայաստան, այդ դա կարեւոր է, գիտեք, դե եկան կերան խմեցին, լավ էր, ուրախ գնացին։ Վերջին հարցին մի անգամից պատասխանեմ, նախորդ 2013 թվականին իրականացված այդ այցելությունների վիճակագրական հետազոտության տվյալներով այդ երկու հարցը ես միշտ մեծ հաճույքով ու պարտությամբ ասում էի, այդ երկու բաների էլի հետազոտության հարցման այդ երկու հարցի, արդյոք դուք կրկին կգայք խորհուրդ կտայիք, հա, ինչքանով է դուր եկել Հայաստան եւ արդյոք դուք խորհուրդ կտայիք ձեր ընկերներին, բարեկամներին նորից գալ Հայաստան, այո էին ասել հարցվածների 98 թե 99%-ը, իսկ վիճակագրորեն կրկնակի այցելությունը մոտավորապես 40-50% էր։ Հոյակապ թիվ է, հոյակապ բան կար, շատ հետաքրքիր թիվ էր, դե դրանք հետազոտության արդյունքներ են, դրանք
նաև բանային, բայց ըստ էության որոշակի սխալանք իհարկե ունեն, բայց դրա մեջ արդեն խորհուրդ կա, չէ, թվերի մեջ։ Այդպեսի մի բան կար, հիմա էլ կրկնակի այցելությունները կան, բավականին տոկոս կազմում են, իհարկե, բայց դե գնալով քանակն էլ է ավելանում, կառուցվածքն էլ է ավելանում։ Օրինակ, եթե 2023 եւ 2013 թվականի հետազոտության արդյունքները համեմատենք, այցելությունների կառուցվածքում զգալի փոփոխություններ կան, որոնք նույնպես շատ հետաքրքիր են ու խոստումնալից։ Այ բավականին երիտասարդացել է այցելությունները։ Այդ երևում է զգալի։ Բայց եւ տարեց զբոսաշրջիկների մեծ հոսքեր ենք տեսնում։ Նայեք, այստեղ ոչ թե նրա հաշվին է ավելացել, այդ փոփոխությունը եղել կառուցվածքում, այսինքն երիտասարդների մասնաբաժինը ավելացել է ոչ թե ի հաշիվ տարեցների այցելությունների նվազման։ Զուգահեռ նրանք շատացել են արդեն, թվերն էլ չէ շատանում։ Հասկանալի է։ Դա նշանակում է երիտասարդների բացի դրանից նաև ծագումով հայերի 60%-ից ավելին, նույնիսկ 66 մոտավորապես տոկոսը 2013 թվականի այցելություններով ծագումով հայեր էին։ Հիմա մոտ 30, թե մի փոքր ավելի։ Այստեղ էլ ոչ թե նվազման հաշվին է մեր հայրենակիցները, այլ օտարերկրացիները արդեն սկսել են ավելի շատ գալ ընդհանուր թվերի մեջ։ Եվ իմ կարծիքն է եւ ոչ միայն իմ, նաեւ ֆեդերացիայի եւ կարծում եմ մեր հայրենակիցներից շատերի, որ մենք նույնիսկ ամեն ինչ պետք է անենք, որ մեր հայրենակիցների այցելությունները ավելի շատանան։ Նորից ոչ թե կառուցվածքում ընդհանուրի մեջ տոկոսը մեծանա, այլ իրենց բացարձակ քանակը այցելությունների ավելանա, որտեղ հենց սկզբից էլ խոսեցինք, զբոսաշրջությունը միայն տնտեսական նշանակություն չունի։ Շատ կարևոր սոցիալական, մշակութային, քաղաքականության նշանակություն ունի։ Մեր հայրենակիցները պետք է շատ գան մեր երկիր, իրենց հայրենիք։ Կապը պետք է Հայաստան-Սփյուռք ամրապնդվի, զարգանա, ավելի ուժեղանա։ Հայապահպանությանը պետք է նպաստի նաև զբոսաշրջությունը։ Դրա համար մենք ամեն ինչ պետք է անենք, որ Սփյուռքից այցելությունները ավելանան, օտարերկրացիներն էլ շատանան, գան, բայց մի շատ կարևոր բան հաշվի առնենք, որ մեր զարգացումը պետք է լինի կայուն, որ Հայաստանը մասսայական туриզմի երկիր չէ եւ չի լինելու, եւ մենք չպետք է դա թույլ տանք, մասսայական туриզմը դա ոչինչ հասնում չէ, շատ երկրներ եւ օգտակար չի եւ շատ մասսայական туриզմ ունեցող երկրներ իրենց քաղաքականությունը վերանայում են։ Իհարկե դա չի նշանակում, որ մենք պետք է արգելենք գալը, չէ։ Դա է հարցնում, ինչ մեխանիզմներ կան վերահսկելու։ Մեխանիզմները կարելի ասել ինչ պետք է չանենք նախ, այսինքն չպետք է ձգտենք բանից ողջամտության սահմաններից դուրս էժան գներ ունենանք։ Պետք չի։ Մենք էժան կամ թանկ գին չպետք է ունենանք, մենք պետք է մրցունակ գին ունենանք, մենք պետք է ձևավորենք բարձրարժեք զբոսաշրջային արդյունքներ, թանկարժեք չեմ ասում, բարձրարժեք, մրցունակ գներով բարձրարժեք որակյալ ծառայություններ իրենց մրցունակ գներով, մեր առաջարկը պետք է նաև մեր ձևավորած առաջարկով պետք է նպաստենք նաև դրան, այնինքն ոչ թե մենք պետք է այնպեսի բան ենք ասենք կոպեկներ ծախսելով պարզապես եկեք, այլ եկեք վայելեք այ հենց այս լավագույնը ճանաչված մշակութային ժառանգությունը, մասը կազմեք դրա, օգտվեք այս գեղեցիկ զբոսաշրջային արդյունքներից, փաթեթներից եւ դրա համար վճարեք հաճույքով այդ մրցունակ գներով։ Այդպիսի քաղաքականություն պետք է ունենանք։ Իհարկե չի նշանակում անհարկի բարձր գներ դնենք։ Իհարկե չի նշանակում, որ մենք չունենանք լավ ձևավորված ինստիտուցիոնալ համակարգ, բարենպաստ գործարար ներդրումային միջավայր եւ բարենպաստ օրենսդրություն, բարենպաստ հարկային քաղաքականություն, որպեսզի մրցունակ գին ունենանք, ոչ թե շատ էժան կամ անհարկի թանկ։
որտեվ այդ անհարկի թանկն էլ պետք չի, այդ դեպքում էլ պարզապես չեն գա։ Պարոն Ապրեսյան, հաշվի առնելով մեր պատմամշակութային ժառանգությունը եւ այն հանգամանքները, այն դժվարությունները, որ նշեցիք, մի կողմից փակ սահմաններ ունենք, չունենք ելք դեպի ծով, այնուամենայնիվ, այդուհանդերձ մենք կարող ենք մտածել, որ հնարավորություն ունենք դառնալու տարածաշրջանում զբոսաշրջության կենտրոն, թե դա շատ հավակնոտ երազանք է։ Պարտավոր ենք այդպես մտածել, այդպես երազել եւ գնալ այդ մեր երազանքի հետևից եւ կարող ենք ներուժ ունենք եւ այո եւ ներուժ ունենք եւ այստեղ մի շատ կարեւոր բան էլ կա, մենք հիմա այդ հնարավորությունները կարծես թե ձևավորվում են, հնարավոր է որ մոտ ապագայում համենայնպես հուսանք որ կլինի ապաշրջափակում, բայց դրանից էլ պետք է կարողանանք ճիշտ օգտվել։ Այդ ապաշրջափակումը պետք է լինի կառավարելի տնտեսական, օրենսդրական գործիքակազմով, օրենքի լրիվ սահմաններում, բարիդրացիական, միջազգային բոլոր նորմերին համապատասխան, տնտեսական եւ իրավական գործիքակազմով կարող է ինչպես մնացած աշխարհի բոլոր երկրները, չէ, բոլոր իրավական, տնտեսական գործիքակազմերով եւ կարողանանք դա էլ ճիշտ օգտագործել։ Որ դրանից օգտվենք, չվնասվենք։ Շնորհակալություն, որ եկաք հերթական անգամ մեզ ուրախացրեցիք լավ թվերով, լավ ցուցանիշներով եւ մի քիչ անդրադարձանք հարցերի, որոնք ճիշտ ասած, այսպես թե այնպես ցանկացած հայաստանցու այդպես հետաքրքրում են, անհանգստացնում են։ Գիտեք, ես շատ ուրախ եմ, որ մենք նաև այսպիսի միջազգային, մրցանակաբաշխություններում, միջոցառումներում մենք մեր արդեն ուրույն կարևոր տեղ է գտել, այսինքն նկատելի է մեր երկիրը եւ ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը World Travel Awards-ի դա զբոսաշրջային Օսկարն է, իմիջիալից, մրցանակի արժանացել Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար կենտրոն անվանակարգում եւ դրա շուրջ եւ մի քիչ նաեւ այլ թեմաների հետ առնչությամբ զրույց ունեցանք Մեխակ Ապրեսյանի հետ, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի։ Շնորհակալություն, պարոն Ապրեսյան։ Ձեզ ենք շնորհակալ այս հրաշալի հարթակը տրամադրելու համար։ Մենք միշտ սպասում ենք ձեզ, որովհետև գիտեք, այնքան հաճելի է դուրս գալ Երևանի փողոցներ, տեսնել այդ ժպտերես եղանակը եւ ամեն ինչը գրավիչ է դարձնում Հայաստանը, վայելող այդ մարդկանց երջանիկ, անհոգ ընտանիքներով, զույգերով, տեսնել նաև արդեն ավելի շատ երիտասարդներ, այսինքն մենք շատ լավ հասկանում ենք, որ թեպետ մենք հոյակապ այդպես եկեղեցիներ, պատմամշակութային այլ կառույցներ ունենք, բայց դրանք մեծ մասամբ հետաքրքիր են հասուն տարիքի զբոսաշրջիկներին, բայց երիտասարդներն էլ արդեն հետաքրքիր բան գտնում Հայաստանում, եւ դա շատ ուրախացնում է։ Որտեւ դա եւ հոգեվոր է, եւ ճարտարապետություն է, եւ գեղեցիկ է շատ։ Դրա հետ կապված մի բան էլ, վերջերս ունեցանք Քուվեյթից զբոսաշրջային օպերատորներ, ֆեդերացիան հյուրընկալեց, որտեղ Քուվեյթի հետ ուղիղ չվերթ սկսեցինք եւ դրա շրջանակներում նաեւ հրավիրեցինք իրենց զբոսաշրջային օպերատորներին, որպես տեղում ծանոթանան գործարար կապեր եւ աջակցեն, եւ կայացմանը չվերթի եւ օգտվենք նաեւ դրանից եւ զբոսաշրջությունը։ Քուվեյթից եկած մեր գործընկերները ասում են, հենց սկզբից էլ խնդրեցին, որ շատ եկեղեցիներ չլինի ծրագրում, որ ցույց տան եւ այլն։ Ոստիկ լավ, իհարկե մենք նաեւ ձեր շուկայի հետ կապված եւ ոչ միայն դա էլ պետք է լինի, բայց պետք է լինի նաեւ մենք ունենք շատ գրավչություններ, բավականին բազմազան զբոսաշրջային արդյունք եւ դա կներկայացնենք։ Պարզապես ցույց տվեցի, այսի օրինակ նորավանքը, ասենց բանով այդ ունեցած մեր նաև այդ տեսահոլովակներից կարճ ցույց տվեցի, ասի տեսեք ինքը եկեղեցի է, այստեղ գնանք թե չգնանք։ Այդ իրանք էին ասել, որ շատ չէ, ոնց, պետք է անպայման գնանք, շատ գեղեցիկ վայր է։ Ինքը նաև այդ գեղեցկությունը, այդ բնության մեջ, այսինքն մեր եկեղեցիները, վանքերը, նրանք մի խորհուրդ չի, որ միայն ունեն, նրանք եւ
դա եւ մեր կրոնն է եւ հոգեվորն է Մեր ներկայացնում պատմության վկաներն են։ պատմության վկաներն են եւ գեղեցիկ ճարտարապետություն են եւ բնության մեջ եթե իհարկե մենք գիտենք եւ նաեւ դա նկատում են հատկապես հյուրերը նրանց գտնվելու վայրը յուրաքանչյուրը յուրովի մի բնական չնաշխարհիկ այսպես մի անկյունում բնության մեջ գեղեցիկ այսպես հաղորդակցվում է նաև բնական միջավայրի հետ եւ այլն ինքն իր ճարտարապետությամբ եւ բնության մեջ դրանք նաև գեղեցկություն են Ինչ խոսք Շնորհակալություն շատ շնորհակալ Կհանդիպենք արդեն հավանաբար հաջորդ տարում ենթադրում եմ որովհետեւ վստահ եմ հաստատ կան էլի շատ հարցեր եւ թեմաներ որի շուրջ կարողանանք հետաքրքիր զրույց ունենալ հիշեցնեմ եւս մեկ անգամ մեր հյուրն է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը